Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է աշխատանքային այցով Թբիլիսի մեկնած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Նշվել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցության առանձնահատուկ կարևորությունը եւ համատեղ ջանքերի դերը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման գործում։ Կոբախիձեն եւ Փաշինյանը ներկայ են եղել Վրաստանի եւ Հայաստանի ազգային հավաքականների հանդիպմանը։ Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող որևէ քայլ չի ձեռնարկի։ Թուրք-հայկական սահմանի բացման վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու միջոցով հասարակական կարծիքը շահարկելու փորձերը դատապարտված են ձախողման։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քլեչը լրատվամիջոցին տված հարցազրույցում։ Ըստ Քլեչի, թուրք-հայկական սահմանի անցակետի բացման մասին կեղծ տեղեկությունների հետևում կանգնած են Թուրքիայի եւ Ադրբեջանի միասնությամբ եւ սերտ համագործակցության մտահոգված շրջանակները։ Թուրքիայի նախկին դեսպանը հիշեցրել է թուրքական իշխանությունների բազմիցս արված հայտարարությունները Հայաստանի նկատմամբ իրենց դիրքորոշման վերաբերյալ։ Այն է, Անկարայի եւ Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է արդյունքի հասնել միայն Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության հաստատումից հետո։ Ռուբեն Վարդանյանի խնդրանքով նրա կինը Վերոնիկա Զոնաբենդը կարճ տեսանյութով երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր այս իրավիճակում աջակցել են իրենց ընտանիքին։ Նա նաև մի դրվագ է պատմել Ռուբեն Վարդանյանի կյանքից։ Дорогие друзья, хочу сказать вам большое спасибо от всей нашей семьи за вашу поддержку, за ваши письма в это непростое время. Это дает много сил продолжать верить в то, что все будет хорошо, и в то, что мы сумеем преодолеть сложности, которыми мы столкнулись сейчас. На прошлой неделе Рубен, к счастью, завершил голодовку, и мы продолжаем двигаться дальше. В одном из последних телефонных наших разговоров он попросил поделиться историей, которая с ним произошла, когда ему было 10 лет, и он упал с очень большой высоты и чудом остался жив. С тех пор у него был большой страх высоты. И вот однажды, в 2002 году, когда «Тройка Диалог» была в критической ситуации, было принято решение выкупить на партнеров долю у акционера, Рубен, пойдя на большой риск, взял кредит, который превышал на тот момент наши возможности. И для того, чтобы «Тройка» стала тем, чем она стала потом, нужно было совершить большой прорыв. И была поставлена, казалось, в тот момент невозможная цель перед партнерами. И для того, чтобы люди поверили в то, что можно сделать невозможное, Рубен пообещал, как одно из 3 своих обещаний партнерам, в том, что он преодолеет этот свой страх и сможет спрыгнуть с парашютом. Գյումրիում նախընտրական քարոզարշավը թեժանում է։ Առավել ակտիվ նախընտրական քարոզարշավը իրականացնում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը այսօր հայտարարեց, որ տեղեկություններ ունեն վարչական ռեսուրսի կիրառման մասին։ Նայեք, կարծիք կա, որ քաղաքացիական պայմանագիրը լծակ է, վարչական լծակներ է կիրառում, դուք նկատել եք նման։ Միանշանակ հիմա բան են անում, մարդկանց մտնում են Պետական կառույցերում աշխատողներին ասում են, որ եթե ՔՊԻ-ն եք ընտրում, ուրեմն ընտրեք, բայց երկրորդ համարի քվեաթերթիկը հետները դուրս կբերեք։ Այն օրը ես ասեցի, իրանք հիմա դա բան արեցին, յանի իրանց հետ պետք է անեն, ուրեմն միանշանակ իրանք են արել ու շատ պարտավորեցնող այսպես կանչում են բոլորին իրանց մոտ, ովքեր որոշակի քաշ ունեն, կանչում են ազգային անվտանգություն եւ այսպես շարունակական, բայց կապ չունի, ինչ անեն, պիտի կրվեն։ Մեր հայրերն այնքան շատ է, որ հիմա կտեսնեն, որ այդ ամեն ինչ դել անեն, չանեն, դրսից բերեն, փակ դռների վրա մարդ են կրանցել, հստակ տեղերը գիտեմ։ Դրանք պահել են, որ վերջում հանենք ցույց տանք, ուրեմն փակ դռների վրա մարդիկ են գրանցել, անձնագրերը տվել են, բերել են, որ այդ օրը գնան ընտրության, այդ էլ գիտենք։ Ուրեմն այդ ամեն ինչ անելուց էլի չեն հասցնելու, պետք է կրվեն իրանք, որովհետև իրանք սպառվել են։ Մայր Հայաստան դաշինքն էլ հավաք է անցկացրել Մուշ թաղամասում։ Դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը հայտարարել է, որ եւ քաղաքում եւ երկրում պետք է հեռացնել իշխող ուժին։ Նա ասել է նաեւ, որ որևէ կերպ չի համագործակցելու քաղաքացիական պայմանագրի հետ։ Ուրեմն մեր համար
կարմիր հոց գծով գծված է, որ ոչ մի պարագայում չենք միանալու քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման բան, քանի որ ականատես ենք եղել անցած տարիների վատ կառավարման, սկսած կադրային քաղաքականությունից մինչև արտաքին քաղաքականություն։ Նաև չենք համագործակցելու իրենց կցված Եվրոտաշինք միավորման հետ, որովհետև շատ վտանգավոր հայտարարություն են արել, հայտարարելով, որ կողմ են ռուսական ռազմաբազայի հեռացմանը։ Դա մեր համար անընդունելի է, դա մեր համար անքննելի է, որ չկա հաշտվարկ, չունեն ապացույց, որ ռազմաբազայի բացակայության պարագայում քաղաքը վնասներ չի ունենալու, աղետի չի ենթարկվելու, նույն արհեստական աղետը, ինչը տեղի ունեցավ Արցախի հետ։ Իմ հզոր համայնք դաշինքի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն էլ հայտարարել է, որ ընտրվելու դեպքում նոր տրանսպորտային համակարգ կներդնի Գյումրիում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցություններն այլևս հնարավոր չեն, քանի դեռ որոշ բաներ չեն փոխվել։ Թեհրանն այս ամիս նամակ էր ստացել Միացյալ Նահանգների նախագահից, որ Իրանին 2 ամիս ժամանակ էր տալիս, որպեսզի վերջինս որոշի՝ պատրաստ է նոր բանակցություններ սկսելու, թե ավելի կոշտ պատժամիջոցների կենթարկվի Թրամփի վերսկսած առավելագույն ճնշման արշավի շրջանակներում։ Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյիդ Ալի Խամենեին մերժել էր բանակցությունների առաջարկը, դրանք կեղծ անվանելով, իսկ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Թեհրանը շուտով կպատասխանի նամակում եղած եւ սպառնալիքներին եւ հնարավորություններին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը պետք է լուրջ եւ քրտնաջան աշխատանք տանեն։ Նա նաեւ զգուշացրել է հակամարտության արագ կարգավորման վերաբերյալ պատրանքները անթույլատրելի են։ Միացյալ Նահանգների նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը համաձայնել էր 30 օրով էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա հարվածներից փոխադարձ ձեռնպահ մնալու առաջարկին։ Թուրքիայի դատարանը առավոտյան կալանավորել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից Էքրեմ Իմամօղլուին։ Նա կալանքի տակ կմնա մինչև դատավարության սկսվելը։ Ընդդիմադիր քաղաքապետը ձերբակալվել է շաբաթվա սկզբին իր նստավայրում իրականացված խուզարկությունից հետո։ Դրանից հետո Թուրքիայում բողոքի ակցիաներ էին մեկնարկել, որոնք բիրտ կերպով ճնշվում են իշխանությունների կողմից։ Ռոմի Ֆրանցիսկոս Պապն ավելի քան 5 շաբաթվա ընդմիջումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ, ձեռքով անելով Ռոմի Ջեմելի հիվանդանոցի պատշգամբից։ 88-ամյա Ֆրանցիսկոս Պապը փետրվար 14-ին հոսպիտալացվել էր ծանր շնչառական վարակով։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ նախօրեին ցամաքային գործողություն է սկսել Գազայի հյուսիսում գտնվող Բեյթ Հանունում։ Ցախալի հայտարարության համաձայն այս հարձակումն ուղղված է պաղեստինյան Համաս խմբավորման ենթակառուցվածքների ոչնչացմանը եւ սահմանի երկայնքով բուֆերային գոտու ընդլայնմանը։ Ավելի վաղ իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում, հարյուրավոր պաղեստինցիներ էին զոհվել։ UEFA ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆում կայացավ Վրաստան-Հայաստան հանդիպումը։ Մարտի 20-ին սեփական հարկի տակ 0-3 հաշվով պարտվելուց հետո այսօր Հայաստանի հավաքականը խայտառակ պարտություն կրեց 6-1 հաշվով զիջելով մրցակցին։ Թբիլիսիի Դինամո մարզադաշտում հայ երկրպագունները բացականչում էին Մելիքբեկյան հեռացիր, պահանջելով ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը։ Հանրապետության տարածքում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը մարտի 24-ից 28-ին ցերեկային ժամերին կբարձրանա 11-ից 14 աստիճանով, մայրաքաղաքում վաղը նույնպես կդիտվի առանց տեղումների եղանակ, առաջիկա գիշերը Երևանում կլինի 0-ից 2 աստիճան տաքություն։